Լաուրա, արդեն օրինակ կա ավելորդ քաշ, հա, ինչից սկսի մարդը, սկսի էնդոկրինոլոգի այցելությունից, եթե որոշել է պայքարի դրա դեմ, հոգեբանի, գուցե մարզասրահից սկսի, գուցե սկսի ուղղակի ինքնուրույն, հա, ինչ որ սննդակարգ փորձի կարգավորել եւ այլն, եւ որ տարիքից է ավելի շատ, որ սկսում է ավելորդ քաշը, որ տարիքից է, որ կարող են դիմել նաեւ քեզ այդ հարցով։ Ամեն ինչ սկսում է այն փաստից, երբ մարդ գիտակցում է, որ իր մարմինը այլևս իրեն չի գոհացնում եւ ֆիզիկական տվյալներով եւ մարզվածության վիճակով, այսինքն արտաքին տեսքով նաեւ, ինչու՞ չէ կարելի է սկսել կենսակերպը փոխելուց, ինքնուրույն նույնիսկ, եթե գիտակցում է տվյալ անհատը, թե ինչն է սխալ իր կենսակերպում, կարելի է սկսել առողջ, բալանսավորված սննդակարգի հաստատումից, ֆիզիկական բարձր ակտիվություն սահմանել, դրանց արդյունավետության բացակայության դեպքում արդեն կարելի է դիմել էնդոկրինոլոգի, դիետոլոգի, բացառելու համար, որ այս ամենի ներսում հիմքում թաքնված է էնդոկրին խնդիրը։ Ինչու՞ չէ նաև հոգեբանի։